Մերձավոր Արևելքի միլիոնավոր կյանքերն ու համաշխարհային տնտեսության ճակատագիրը կախված է Միացյալ Նահանգներ Իրան բանակցության արդյունքից։ Աշխարհը շունչը պահած սպասում է պակիստանյան հանդիպմանը։ Իսլամաբադը կողմերին հյուրընկալում է զրո վստահության ու ռազմական էսկալացիայի պայմաններում։ Երկօրյա հանգստյան օրեր, անվտանգության խստացված միջոցառումներ, փակ փողոցներ, վճռորոշ բանակցությունները նախատեսված են շաբաթ առավոտյան։ Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջեյդի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը պաշտոնապես չի հրապարակել բանագնացների անունները, թեպետ իրանական մամուլը հիշատակում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղարիբաֆին ու արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Իսլամաբադի միջնորդական ջանքերով ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ֆոնին բանակցությունները լրջորեն վտանգված են հակամարտության դադարեցման պայմանների տարբեր մեկնաբանությունների պատճառով։ Բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարել, Թասնիմին հայտնել է իրանական աղբյուրը։ Ալ Ջազիրան գրել է, որ Իրանի պատվիրակությունը դեռ չի լքել երկիրը։ Բանակցությունների օրակարգն անորոշ է, յուրաքանչյուրն իր պահանջներն է ներկայացնում, որին մյուս կողմը համաձայն չէ։ Հանդիպումը տապալելու փորձի համար իրանական կողմը մեղադրում է Իսրայելին, հրեական պետությանը քննադատել է նաև Պակիստանը։ Ես վճռականորեն դատապարտում եմ Լիբանանի դեմ շարունակվող Իսրայելի հարձակումները։ Միաժամանակ ցավակցում եմ այդ ռազմական գործողությունների հետևանքով հազարավոր մարդկանց մահվան կապակցությամբ։ Մենք շարունակելու ենք հանձնառությունը առաջ մղել խաղաղությունը, այդ թվում Իսլամաբադում կայանալիք Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների միջոցով երկխոսության հաստատման հարցում։ Ողջունելով Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Իսրայելի փորձերը տապալել առաջիկա հանդիպումը։ Անհրաժեշտ է ողջամտորեն գործել, հակազդելով բանակցային գործընթացը խաթարելուն միտված Իսրայելի գործողություններին։ Քանի դեռ չեն կանգնեցվել Իսրայելի ծավալապաշտական գործողությունները, Մերձավոր Արևելքում տևական խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունն անհնար են։ Միացյալ Նահանգների դեմոկրատ օրենսդիրները խստորեն քննադատել են Դոնալդ Թրամփին ու հանրապետականներին Իրանի դեմ շարունակվող հակամարտության համար։ Թրամփի վարչակազմին մեղադրել են կոնգրեսը շրջանցելու եւ լարվածությունը վտանգավոր աստիճանի սրելու համար։ Բանակցությունների օրակարգի անորոշության ֆոնին շարունակում է անորոշ մնալ նաև Հորմուզի նեղուցի կարգավիճակը։ Փխրուն հրադադարի հաստատումից ի վեր ծովային զարկերակով անցել է մի քանի նավ, հարյուրավոր տանկերներ Պարսից ծոցում սպասում են իրենց հերթին։ ՄԱԿ-ի հատուկ բանագնացը ժամանել է Թեհրան անձամբ գնահատելու մայրաքաղաքին, մասնավորապես Շարիֆի տեխնոլոգիաների համալսարանի շենքին հասցված վնասը։ Նա հարվածը որակել է որպես Իրանի գիտական հնարավորությունները խաթարելու փորձ։ Արդարության համար Իրանի պայքարը շարունակվելու է, Թեհրանը երբեք չի հրաժարվելու իր որդեգրած ուղուց։ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հրապարակել, որն ընթերցվել է Իրանի պետական հեռուստաընկերության եթերում։ Բոլորը պետք է իմանան, որ ամենակարող Աստծո կամքով մենք չենք հրաժարվի մեր երկրի վրա հարձակված հանցագործ ագրեսորներին հետապնդելուց։ Մենք անպայման կպահանջենք փոխհատուցում յուրաքանչյուր վնասի, պատերազմի վետերանների, նահատակների արյան համար։ Հորմուզի նեղուցի կառավարումը նոր փուլ կմտնի։ Մենք պատերազմ չենք հրահրել, չենք հրահրում եւ չենք հրահրի, բայց երբեք չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից։ America first? Oops. Oh boy, that was the slogan you Իրանը հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված Լեգոյի ոճով անիմացիա, որով ծաղրում է Միացյալ Նահանգների նախագահին ու Իսրայելի վարչապետին։ Ներկայացվում է Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Տեսանյութում նաև մուսուլմանական երկրներին ու նրանց դաշնակիցներին միավորվելու կոչ է հնչում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։